Սիրելի Հայսուկ ջան, ինձ շատ հետաքրքրում է աղոթքի հերթականությունը, առավոտ քնից մարդը արթնացավ, ինչ ձևի պետք է սկսի աղոթք անել։ Ուրեմն շատ լավ ասացիք, որ մարդը քնից արթնանալուց պետք է աղոթք անի։ Հա? Այո։ Բայց քնից արթնանալու կերպեր էլ կան, հա? Մարդ կա ինձ նման ծույլ ու անբանա եւ մեկ անգամ մի անգամից քնից չի արթնանում, դժվարությամբ է քնից արթնանում, հա? Կարծեմ թե քրիստոնյան պետք է զինվորական կարգապահությամբ քնից արթնանա։ Մենք երբ որ զորամասում ծառայում ենք, հենց վերկացի փողը հնչում էր, անմիջապես վեր ենք կենում, արագ մի րոպեն չանցած պետք է շորերը հագնենք եւ անգամ ասում են լուցկու չոփը վառում էին, մինչև վերջ չպետք է հագնված կանգնած լինի։ Ճիշտ այդպես էլ մարդը արթնանալիս պետք է զվարթ, արթուն, թարմ լինի։ Ինչու՞։ Որովհետեւ գիշերը մարդու մտքի մեջ եւ քնի մեջ տարբեր տեսակի ենթագիտակցական խաղեր են տեղի ունեցնում, քուն, երազ, տպավորություններ, հիշողություններ, այսպես կուտակվում է մարդու մտքի մեջ, սրտի մեջ, այդ ոնց որ մղձավանջ լինի մարդու հոգու մեջ, երբ որ հիմնականում երբ որ արթնանում ենք, ոնց որ էշի ծնգած ենք ժողովուրդն ասում է, այսինքն այդ երազի տպավորությունը ամբողջ մեր վրա կուտակվում է, հենց արթնացանք, պետք է առաջին հետ աղոթք անենք։ Օրինակ ես որ արթնանում եմ, Մանասե թագավորի աղոթքը գիտեմ։ Հենց արթնացա քնի ազդեցությունը դեռ վրաս ասում եմ Տեր ամանակալ, Աստված Աբրահամո, Իսահակա եւ Հակոբա եւ Զավակինոցա արդարոց, ամենակալ Տեր, թողս մեղսին։ Արթնացա Տեր ամանակալն եմ ասում։ Հենց այդ պահին։ Եվ փորձում եմ մինչև եկեղեցի գնալը լվացվելու ընթացքում, մաքրվելու ընթացքում, բանխապատրաստության ժամանակ, մինչև հասնում եմ եկեղեցի, միշտ չեմ հաջողվում մտքի մեջ այդ աղոթքը մինչև վերջ ասել, բայց որոշակի հատվածի հասնում եմ, հա? Եթե հասցնեմ մինչև վերջ Տեր ամանակալը ասել մտքիս մեջ, մինչև աղոթքի կանգնելը, շատ հրաշալի, այսինքն մարդը քնից արթնացավ, անմիջապես աղոթքի նախաձեռնությունը պետք է վերցնի։ Մտքի տպավորությունները պետք է հեռացնի, նախորդ օրվա ազդացությունները, քնի չարի փորձությունները, որ քնի միջոցով չարը շատ է մեզ փորձում, դրանք պետք է հաղթահարի, սիրտը ճմլված արթնանում ես որ քնից։ Հազվագյուտ է մեր մոտ լավ երազ լինում կամ լավ տպավորություններով դժվար թե արթնանանք, դժվար է լինում, հիմնականում վատ տպավորություններով։ Ես խորհուրդ կտամ, որ մեր բոլոր քրիստոնյաները անպայման անգիր աղոթքներ ունենան, քնից արթնացակ ինչ-որ մի աղոթք անենք։ Մեկը ողորմյա ինձ Աստված ըստ մեծի ողորմությանքում, ըստ բազում գթությանքում քավիազանանությունս իմ։ Մյուսը Տեր ամենակալ Աստված Աբրահամո, Իսահակա եւ Հակոբա եւ Զավակինոցա արդարոց ամենակալ Տեր թողսում։ Մյուսը Տեր Հիսուս Քրիստոս, ողորմյա ինձ մեղավորիս։ Ամեն մեկը յուրով իր աղոթքը, բայց արթնացակ ձեր մտքում, ձեր սրտում, ձեր շրթունքին թող աղոթք լինի։ Լվացվեցիք, գնացիք եկեղեցի։ Ես խորհուրդ կտամ, կհորդորեմ, որ յուրաքանչյուր քրիստոնյա հնարավորության սահմաններում առավոտյան ժամերգությանը մասնակցի։ Եթե հնարավոր չի առավոտյան ժամերգությանը մասնակցելու, գոնե իր տանը անպայման իր աղոթքի կարգն ունենա։ Հիմա ես ասեմ եկեղեցում աղոթքը ինչպես է սկսվում, ըստ ժամագրքի, ըստ ընդհանրական եկեղեցական արարողակարգի։ Երբ որ գնում ենք եկեղեցի, նախ սաղմոս ենք ասում, հայր մերն ենք ասում, այդ օրվա սաղմոսի կանոնն ենք ասում, հա? Ամբողջ սաղմոսագիքը 150 սաղմոսներից է բաղկացած,
որը բաժանված է 8 մասի, եւ 8 օրը մենք ամբողջ Սաղմոսագիրքը ասում ենք, որը 150 Սաղմոսներից 1/8-ն ենք ասում։ Սաղմոսը ասացինք, վերջացրեցինք, այնտեղ փոքրիկ աղոթք, մաղթանք, կարգ, եւ որից հետո կրկին հայրներն ենք ասում, ու անմիջապես հրաժարիմքն ենք ասում։ Հրաժարիմքն ինչ է։ Դեմքով դա կանգնում ենք դեպի արևմուտք, ձեռքերը ներքև պահելով, կորացրած ձեռքերի ափերը եւ ասում ենք, հրաժարվում ենք սատանայից եւ նրա բոլոր տեսակի խաբեություններից, նրա պատրանքներից, նրա խորհուրդներից, նրա չար կամքից, չար հրեշտակներից, չար գործակիցներից, նրա չար կամքը կատարողներից եւ նրա ամբողջ չար զորությունից ամբողջությամբ հրաժարվում ենք։ Եվ դա ասում ենք 3 անգամ։ Այս խոսքերով կարծես մենք հիմքն ենք դրում, որ մենք հրաժարվենք, իրապես հրաժարվենք չարի բոլոր փորձություններից, չարի բոլոր պատրանքներից, իրապես հոգի սիրտ դնենք, որից հետո շրջվում ենք դեպի արևելք եւ ասում ենք խոստովանիմք եւ հավատամք ամենակատար սրտիվ, ըստ Հայրն Աստված, եւ այսպես հավատքի բանաձևն ենք ասում։ Սուրբ Գրիգոր Տաթևացի, որ այս հավատքի բանաձևն է գրել, կամ Տաթևյան դպրոցն է գրել, երկար հավատամքն է սա, ավելացնում է հետևյալ խոսքերը։ Երբ որ հավատամքը ասում ենք, վերջացնում ենք, Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է. այս է հավատքի ուղղափառ դավանությունը, որ հարկ է յուրաքանչյուր քրիստոնյայի մտքի, սրտի եւ լեզվի վրա պահել։ Տեսեք ինչ ասում Սուրբ Գրիգոր Տաթևացին։ Հավատքի ուղղափառ դավանությունը մեր մտքում, սրտում եւ լեզվի վրա միշտ պետք է լինի։ Որ ուղղափառ դավանությունը հավատամք։ Հավատամք իմի Աստված։ 3 հավատամքներ մենք ունենք, մեկը մկրտության ժամանակ ենք ասում, որ կարճն է, հավատում ենք ամենասուրբ երրորդությանը, Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, հավատում ենք Գաբրիելի ավետումին, Քրիստոսի ծնունդին, մկրտությանը, չարչարանքներին, խաչելությանը, երեկորյա թաղմանը, հարությանը, համբարձվելուն, Հոր աջ կողմը նստելուն, ահեղ ու փառավոր երկրորդ գալուստին, ընդունում ենք եւ հավատում։ Սա է կարճ հավատամքի բանաձևը, երկրորդը միջինը, հավատամքի մի Աստվածի Հայրն ամենակալ, որ միշտ պատարակների ժամանակ ենք ասում, եւ երրորդը ամենաերկարը, որ Սուրբ Գրիգոր Տաթևացու կամ Տաթևյան դպրոցի խմբագրությունն է, ասում ենք ձեռնադրության ժամանակ եւ ամեն առավոտյան ժամերկությունից առաջ սկզբում, երբ հրաժարվում ենք սատանայից, խոստովանենք եւ հավատամք ենք ասում եւ ծնկի ենք գալիս ու զղջման տեքստն ենք ասում։ Մեղա ամենասուրբ երրորդությանը, Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Այսինքն մենք մեր օրը պետք է սկսենք սաղմոսերգությամբ, 1, երկրորդ հրաժարվելով սատանայից եւ նրա բոլոր փորձություններից, գործերից, նրա չար կամքից, երրորդ պետք է ասենք ում ենք հավատում ենք ամենասուրբ երրորդությանը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, եւ չորրորդ պետք է զղջումն ասենք մեղա ամենասուրբ երրորդությանը, Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Մեր մեղքերն էլ զղջանք, Տիրոջից ողորմություն խնդրենք եւ այդպես այս ամբողջական կարգը կատարելով կարծես մենք ամբողջովին մաքրվում ենք, գազդուրվում ենք, զորանում ենք, կանգնում ենք ոտքի եւ սկսում ենք մեր օրը։ Ուրեմն եկեղեցու հայրերը կարծեմ թե անիմաստ բան չեն ասել, երբ կարգը հաստատել են, դա եղել է դարեր շարունակ հայ քրիստոնյայի, հայ առաքելական եկեղեցու զավակների փրկության ճանապարհը, այսօր էլ նույնն է ճանապարհը։
միշտ քնից արթնանալիս որևէ սաղմոս պետք է ասել, այնուհետև հրաժարիմք, խոստովանիմք, մեղա, եւ եթե ժամանակ մնա, հավատով խոստովանում էլ ասեք, հավատով խոստովանում եւ երկրպագում ենք Հորը Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Եթե այսքան բանի խորոց սրտի ամբողջական նվիրումով, զղջումով, չարից հրաժարվելով ասենք, դա մեծ զորավոր զենք է մեր ձեռքին, որ կարողանանք խաղ ու անվրդով անցկացնել մեր օրը։ Ամեն։ Ամեն։